Ես այսպես բաժանել ենք թեմաները, ես խոսելու եմ բժշկական կազմակերպությունների իրավիճակի մասին, հա։ Ընդհանրապես ինչ ունենք մենք, եւ ես իրենք գնալու սրանով, ուրեմն մեր վաղձալի երազանքը, հա, մի քիչ շակերտներում եմ ասում երազանքը, իրականացվեց եւ տեսեք ունենք արդեն սկսել ենք առողջության համընդհանուր ապահովագրություն։ Սկսել ենք այս ապահովագրությունը եւ առաջին փուլը բավականին մեծ ծավալով։ Ինչի եմ ասում ծավալով, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում բնակվող շուրջ 3 միլիոն քաղաքացիներից մոտ 1.6 միլիոնը, այսպես ասած, 1.6 մի քիչ տարբեր կարծիքներ կան, 1.5-ի չէ, այսպես ասած ապահովագրված են, այսպեսի բառով կապված են։ Հիմա այստեղ տեսեք, քաղաքացիների մասով, զուտ քաղաքացիների մասով, մինչև 18 տարեկանների համար առանձնապես մեծ բան չի փոխվել, մանկաբույժներ կլներ այստեղ 10-ից։ Դες մեծ շատ մեծ, ոչ էլ ծավալը ավելացել, ոչ հիվանդանոցում, դե պոլիկլինիկաներում միշտ էլ այսպես այցելությունները կան, դրա մասին խոսք չկա։ Թերապևտերի մոտ երևի անգամ 3, այսինքն մենք ունենք նույնիսկ թերապևտներ, որ ասում են մենք 80 այց ենք արել, ուրեմն բոլորի ֆորմում եմ հանկարծ այդպիսի բան չմուտքագրեք այդ քանակը, նախ չի կարելի, այո, դա 18-ից 20-ը, ենթադրենք ծանրաբեռնված ենք մինչև 25, դրանից ավել համարվում է ուղղակի անհասկանալի։ Դա ինքը ստանդարտներ գոյություն են մարդու կենսունակության, բժշկի դիագնոզ նշանելու, աշխատելու չափեր եւ այդպես։ Բայց ես գիտեմ, որ այդպիսի դեպքեր կան, անուններով գիտեմ, էլի, որ այդ աստիճան ծանրաբեռնված են։ Այո, 100 եւ ավելի Ասա, որ չեմ կարող խոսել։ Սահմանափակում չի դրած, դրածա գիտեք, որ դրված է, ոչ թե սահմանափակում, այլ դրված է միջին թիվը, 60 դղի մասը։ Պատկերացնում եմ։ Դոկտոր ջան, որ թույլ տաք ես միջև վերջ խոսամ, հետո ձեզ ձեր մասին բան եմ ասել, ոնց անեք, որ ավելի լավ է։ Շնորհակալություն։ Եվ հիմա ուզում եմ խոսել կոնկրետ առողջապահական կազմակերպությունների մասին։ Ես ուղղակի իրենց կայքից մեր ապահովագրության, համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կայքից ուշադրություն դարձեցի եւ տեսա, որ 413 բժշկական կազմակերպություն արդեն միացել է ապահովագրական փաթեթին։ Հիմա թե ոնց է միացել, անկեղծ ասած լավ չէ պատկերացնում, որովհետև եւ օրենքի մակարդակով եւ ենթաօրենսդրական ակտերի մակարդակով ինչ է կոչվում ապահովագրվել, այսինքն միանալ ապահովագրական փաթեթին, էլի որպես հիմնարկ։ Նա պետք է ունենա պայմանագիր, որով որ ամրագրված է երկու, այսինքն կողմերի ապահովագրական հիմնադրամ եւ բժշկական կազմակերպություն։ Այդ պայմանագիրը չկա։ Բայց մենք արդեն ապահովագրվել ենք, շատ հետաքրքիր է։ Ծուր սկսել ենք։ Գրել ենք օրենքը, այնպես ինչպես ընդունված է, անում ենք այնպես ինչպես սովոր է։ Միշտ արել ենք, էլի, այսպես ենք կատարել։ Այս մենք առանց ինչ է կարել, բոլորը գիտեք երևի, ովքեր որ ադմինիստրացիայում որոշակի կապեր ունեն կամ աշխատում են, գիտեք որ հայտեր են ներկայացրել, այսինքն որոշակի հայտերի ինչ որ միած սկզբունք կա, որ կազմակերպությունը պետք է ներկայացնի, որպեսզի ստանա, դեռ չի ստացել, իմիջիալոց ասեմ, դեռ ոչ միտեղ այդ հետադարձը, այսինքն օքեյ կամ ոչ կամ բավարարված, չբավարարված, կիսաբավարարված, դեռ ինչ որ ազանգում, ինչ որ բաներ են հարցնում, շտկում են, այսպիսի պրոցեսի մեջ է, այսինքն ընթացքի մեջ է։ Բժշկական կազմակերպությունները հիմա աշխատում են, իմ ըստ ինձ, ես այսպես եմ բնորոշում, որ ուղղակի ոնց որ մենք գտնվում ենք նախնական փուլում, ուզում ենք հասկանանք, այսպես կկարողանանք աշխատել, թե ոչ։ Հետևաբար բոլորիդ կոչ եմ անում եւ փորձագիտական մասում եւ բժշկական համակարգում չընդունել այն ինչ որ ասում են ձեզ դոգմա, բոլոր տեղերում ներկայացնել բոլոր ձևերով առաջարկներ, որովհետեւ այն ինչ որ կատարվում է նույնիսկ պայմանագիր չկա ապահովագրության հիմնարկի եւ ապահովագրական հիմնադրամի եւ բժշկական կազմակերպությունների միջեւ։
բայց տեսեք 413 հինար ներգրաված են։ Հիմա ասեմ ինչ են արել։ Պետական պատվերի ուղղակի շարունակություն։ Այն կազմակերպությունները, որոնք ունեցել են պետական պատվեր, որոնք մոտ 500 են եղել, մի ձևի պակասել է, էդ էլ չի գիտեմ ինչ։ Excel-ով չէր հանում, թե չէ կհամեմատեի ձեզ բաներ կասեի, անկեղծ ասած այդ 400-ից մի քիչ շատ սիզիֆոսյան աշխատանք դառնում, անիմաստ։ Եվ հիմա ինչ են անում իրենք, հիմա իրենք այս պրոսեսում ոնց որ պետք է գան միակ նորմայի, ավելի ճիշտ, ավելի լավ աշխատել, մինչև հունիս ամիս ավելի աշխատելու, այսպես ասած, սկզբունքի, այնպես որ Էդին բոլորի առաջարկում են, որ անպայման ակտիվ լինել, որովհետև հետո կարող է ավելի դժվար լինել։ Հիմա այս հայտերը ներկայացրեցին, հիմա ինչա առողջապահական համակարգի մեծ բան։ Գործառնական խառնաշփոթ։ Հիմնականում չգիտեն ոնց անեն, կեսը մի ձևով բաժանվել է, պերկապիտանել են բաժանել, պերկապիտա նշանակում է գլխականակով ֆինանսավորում իրականացնել։ Դա կիսը ապահովագրական մեթոդ է, որը հիմնականում կիրառվում է արտահիվանդանոցային պոլիկլինիկական ծառայությունների մեջ։ Երբ որ դու անկախ նրանից այցելում չի այցելում, փող ես տանում։ Իմիջիայլոց նեղ մասնագիտական մասով ասեն, բոլորը միացվել են եւ մանկաբույժներին մի հատ մեծ պերկապիտա են տալիս, էդ ասել, այնպես որ դուք այդ պերկապիտայից ձեր մասը վերցրեք։ Ես էլ ասեմ ձեզ, որ պերկապիտա կա։ Երկու տեղում էլ պերկապիտա հաշվարկվում է։ Երկու տեղում էլ այլ բանա թե մեկի մեջ ինչ են մտցրել այդ պերկապիտայի բաղադրիչները, այսինքն գլխականակով ֆինանսավորման, այլ բանա այստեղ ինչ են մտցրել։ Հիմա այդ թողնենք, դա շատ մասնավոր է, ասեմ ոնց կարելի է, կձևակերպենք մենք դոկտորի հետ, չէ՞, ամեն ինչը։ Հիմա ես ուզում եմ գալ հասնել դու այս ապահովագրությունը ինչա տալու ես, այս ինչ ուր են գնում եւ ինչա տալու։ Տեսեք, ինքը սոցիալական առումով պետք է խնդիր լուծի, բայց առաջին խնդիրը որ պետք է լուծի, դա ոչ միայն այսօր ինստեդի հարց կա կամ խնդիր կա, այսինքն բարձր տեխնոլոգիաներով գնամ վիրահատել, դա չեն կարող դրա Շատ հուզական թեմա ենք իրականում քննարկում։ Տեսեք, հիմա մեր մոտ ինչա կատարվում, այս պահին ամբողջ համակարգում ինչա կատարվում։ Խառնաշփոթը ոչ մեկը չգիտի, ինչ գումարներ է ստանալու, այս որ այդքան լցնում եք Արմեդը, արդյոք այդքանը ֆինանսավորվելու եք, թե չէ։ Ես ձեզ հենց մի բան եմ ասում, բավական բաներ ետ են վերցնելու ձեզ։ Այս սպասեք, լավ սենց ընդունեք գիտություն, որովհետև մուտքագրումների ձևերը ձեզ ներկայացված չի, դուք չգիտեք, որ օրինակ եմ ասում, պայմանական խորհրդատվություն ինչա կոչվում, այդ դրա մեջ ինչ պետք է ներառել, ինչ պետք է անել, ինչ պետք է չանել։ Այդ որ վերցնեմ 50% հետ է գալու, այդ մեկը էս հիշեք, որ ասեցի ես։ Ասեմ ինչի, որտեղ մտել եք ծովը, կիսա, պրատ, այսպես բանով էլի պատրաստությամբ, որտեղ ենթաօրինական ակտերը չէին կարող լինել պատրաստ։ Ես չեմ պաշտպանում առողջապահության նախարարության, շատ հեռու եմ որևէ մեկին պաշտպանելուց, բայց մինչև չսկսել գործարկել, անհասկանալի կլներ, թե որն է ավելի ճիշտ անելը։ Դրա համար դուք շատ ակտիվ եք։ Դրա համար ձեզ դրաֆտը ուղարկվել է, բոլորդ նայ, այդ դրաֆտը դա հաստատած թուղթ չի, դա ցևագիր հաստատուղթ է, վրան ցևագիր են արել, դա պետք է կարելի է ուղղել, դրանից հետո էլ կարելի է ուղղել։ Այդ իրավական ակտերը, ենթաօրենսդրական ակտեր են, որոնք կարգավորում են ու շատ կարելի է դա անընդհատ փոխել, անընդհատ։ Հավատացեք, որ դա անընդհատ փոխվելու է, որովհետև դուք պետք է հասկանաք, արդյոք այս ձևն է ճիշտ, թե այն ձև դուք չէ, ովքեր որ դա վերջում ամփոփելու են, անելու են։ Հիմա ես ինչի վրա եմ ուզում կապասել, այս պահին ինչ կատարվում է, սա ապահովագրություն չի։ Բացատրեք ինչու։ Որտեղ ապահովագրության ամենամեծ բաղադրիչներից մեկը կարևոր, օրինակ, պրոֆիլակտիկ բուժքնությունները ուժի մեջ է մտնում որպես պարտադիր պրոֆիլակտիկ բուժքնություն 2029 թվականին։ Հետևաբար մենք հասկանում ենք, որ մենք գտնվում ենք փորձաշրջանում, եւ այս փորձաշրջանում պետք է կարողանանք հնարավորինս լսելի դարձնել բոլոր խնդիրները։ Այսինքն, այս ինչ որ լինում է, սա շատ մեծ ուժ ունի։ Ես պետք է փոխել, վերափոխել, ասել որ մարդիկ փոխեք, սա sense չի լինի, ասենք ներ մասնագետին թողել եք խորհրդատվության, ներ մասնագետը վաղը կարող է օրինակ պայմանականություն 20000 դրամ գումար է ստանում, մենք կորսելու ենք ներ մասնագետներին եւ այլն։
Կամ այլ մեխանիզմներ ձևավորեք, էլի, այլ ձևով արեք։ Իսկ այս շատ է ուզում խոսել, որ բուժպրոֆ քննությունները կարևոր են։ Հիմա ինչն է լավը շատ կարճ ժամանակի համար շատ լավ է։ Բազմաթիվ մարդիկ, ովքեր ունեն առողջական խնդիրներ, ովքեր ունեն ստենդավորման, վիրահատության, տարբեր այդ խնդիրներ, հիմա այս պահին շատ ակտիվ դիմում են, դուք գիտեք, որ հիվանդանոցները ուղղակի մարջակալային ֆոնդը սպառված է իր այսպես սպառվածության մակարդակի է հասել, եւ 65% առավել ևս, որտեղ սա այն շահառուների խումբն է, որտեղ հիվանդության, առողջության հետ կապված խնդիրները բավականին հավաքագրվել են, հավաքել են, կա խնդիր, բայց ֆինանսական հասանելիություն չունեն։ Հիմա ֆինանսական հասանելիության հարցը լուծվել է եւ այսինքն այս փուլը, այսպես կարճատև գոհունակության փուլ է, բայց եթե այսպես շարունակվեց, սա պրավալ է, որտեղ առողջապահության մեջ ապահովագրությունը դա կարճատև երկերի, կարճատև արդյունքների վրա երբեք չի կարելի հենվել։ Գուցե հիմա քաղաքական տենդենս կա, բան կա, մի քիչ այսպես այս ձևով արվում, բայց ինքը ապահովագրությունը պետք է երկարատև արդյունքների վրա հենված, այսինքն մահացության ցուցանիշ, առողջ ապրելու, այսպես ասած, ապրելակերպի բարելավում, հնարավորինս քիչ հիվանդանոցային դեպքեր, հնարավորինս քիչ։ Դուք երևի այստեղ շատերը աշխատել են մասնավոր ապահովագրական, կապավոր ապահովագրական սկզբունքում։ Հնարավորինս չէ, այդպես սեղմում են, որ քիչ, եւ դա շատ նորմալ է, ապահովագրության հիմքն է, ինքը պետք է ձեզ առողջ պահի, ձեզ պրոֆիլակտիկա անի, ձեզ, որպեսզի մենք չհասնենք ծանր միլիոնանոց հիվանդանոցային դեպքերի։ Սա է խնդիրը, այսօր այդ խնդիրը դրված չի։ Այսօր դրել ենք տեսնակետը, տեսնենք ինչքան կարող ենք, ինչքան թողունակություն ունենք, տեսնենք ինչքան կարող ենք հիվանդանոցում բուժօգնություն ցուցաբերենք, ուրախանանք, ասենք մարդիկ պետք է ստեղ գնեն, բայց էլի են գալիս ստեղ էլի, որտեղ կանխարգելիչ բուժօգնություն չկա։ Նաև դեղերի մասով կուզեի ձեզ ասել, որ դեղերի հետ կապված է հիմա անսահմանափակ դուրսգրումներ են իրականացնում, որ դեղատունսեր է դուրսգրվում, որը ինչպես գիտեք, ովքեր որ այդ դրաֆտը կարգացել են, գիտեք, որոշակի սահմանափակություն կա, ինչ որ որոշակի սահմանափակություն։ Հիմա իմ կարծիքով միակ բանը, որ այսօր պետք է արվի, միակ բանը, միակ չի, մի քանի կարելի ասել։ Առաջինը պետք է տեխնիկապես լավ տիրապետել Արմեդին, Արմեդի էլեկտրոնային համակարգին, անդադ ասել ինքը վատ աշխատում է, դրանից հարց չի լուծվել։ Անհավ պետք է շատ լավ տիրապետել էլեկտրոնային, ասենք համակարգին, առաջինը բժիշկը իր առաջ պետք է դա դնի, մեկ։ Երկրորդը ադմինիստրատորները պետք է բժիշկներին օգնող, լրացնող օպերատորներ նշանակեն, ես ամբուլատոր օղակում եմ ասում, հիվանդանոցում հենց այդպես է։ Այդ է երկուս, որ պետք է արվի, երրորդը դուք հետևեք ձեր առաջին, երկրորդ, երրորդ ամսից հետո պետք է հստակ դրվի, թե ինչա ուզում առողջապահական հանրությունը։ Ասեմ ձեզ ինչի են տոկոսները ինչացրել, որովհետև խնդիրը գնում է հետևյալը շատ քանակով վիրահատել, քիչ ամեն մեկից գումար կա։ Եվ վերջում կցանկանայի ասել, որ այս գների հետ կապված, ուրեմն գները բավականին լուրջ մասնագիտական խումբը աշխատել տարիներով, 2019-ից սկսած, այս գների վրա աշխատել են, 2019-ից։ Հիմա մի քիչ հումորով եմ ասելու, խնդրում եմ ընդունեք, որ սա հումոր եմ անում։ 2015 աշխատեցին, գրեցին, ուղղակի ծախսեր, անուղղակի ծախսեր, բանաձև հաստատեցին, ինչ-որ ինքնաշխատ մի հատ բան ստեղծեցին, որ դնենք մեջը թվերը ինքը հաշվեցին, եկան հասան բյուջեի հնարավորություններին։ Սա ֆիսկալ հատվածի հնարավորությունները այնքան քիչ է, որ նորից պետ պատվերի պատմությունը կրկնվեց։ Դեպքերի թիվը բաժանեցին ընդհանուր փողի վրա, ստացան դա։ Այսինքն այն ինչ որ ես իմ իմանալով, մի քիչ էլ նաև մասնակից եմ եղել 19-20-21 թվականների հետ ամեն ինչի, բավականին հետաքրքիր լուրջ թվեր էր, այսպես գներ էին դառնում, այդ չստացվեց։ Մենք ֆիսկալ հատվածում այդ հնարավորությունները չունենք։ Կարծում եմ այն ժամանակ, երբ որ հիմիկվա թվերը անցած տարի պետական պատվերը 165 միլիարդ է, բոլորով, հանրայինով, միսով, մի 15 միլիարդը հանեք, 150 միլիարդ պետական պատվերի վրա է։ Այս տարի հաստատել է 211 միլիարդ դրամ, որից զուտ պետական պատվերը եւ բանների ապահովագրություն։ Այսինքն բժշկական օգուտ, այսինքն մեզ եկող փողը, հիվանդանոց պոլիկլինիկա եկող փողը 197 միլիարդ է, 197 միլիարդ է,
55-54 միլիարդեր հավաքելու են ապահովագրավճար։ Այսինքն իրար հետ 252-ը սա քիչ է։ Այսպիսի մի հատ բան կա, հնայի առնվազն 4.5%-ը պետք է լինի, որպեսզի սկսենք խոսել ապահովագրությունից։ Այսինքն կա ընդհանուր իրավիճակներ բանի առողջապահական ֆինանսի, որ դրանից ցածրը այսպիսի վիճակի մեջ են, դուք ասելու են քիչ է, նրանք ասելու են բավարար է, դնել են 2000 դրամ, այդ չէ, այցը չեք տալիս, շատ է լինում, հետո 6000 են հաշվելու, հետո մեկ են 1500 է դառնալու, այս բոլորը ֆիսկալ հատվածի հնարավորությունների մեջ է փակված։ Այնպես որ ուզում եմ բոլորս այսպես դիմանանք, սա մեր երկիրն է, մեր հայրենիքն է, առողջապահությունը մերն է, բոլոր մնացած ամեն ինչ անցողիկ են, գնում են գալիս են, պետք է ամեն ինչ անենք, որ կայանա եւ ամեն ինչ անենք, որ չկրկնվի Վրաստանի եւ Ղազախստանի առաջին ներդրման օրինակները, երբ որ մեծ ծավալ էին վերցել, բայց խորություն չկար եւ արդյունքում գրպանից ծախսի այդ 84%-ը, որ այսօր մեր քաղաքացիներն են, առանձնապես չփոխվի։ Այս սա է խնդիրը։ Հետևաբար մենք պետք է օգնենք։ Պետք է այսքան շուտ չսկսել, բայց արդեն սկսել են, բոլորս իրար հետ պետք է միանշանակ առողջապահության նախարարությանը եւ հիմնադրամին օգնենք, անկախ իրանք դա այդպես շատ ուզում են, չեն ուզում, դա իրենց խնդիրն է, իրանք անցնելու են, առողջապահությունը մնալու է, մեր քաղաքացիները մնալու են, մեր Հայաստանը բոլորիս է, հայերիսն է։ Այնպես որ ուզում եմ, որ մի քիչ լավ տրամադրվեք ու բոլոր առանձին այդպես խրտին հարցերը մտածեք, որ դեռ նոր է, ձևավորվում, դեռ կարելի է բավականին բան փոխել։ Շնորհակալություն։